Տարածաշրջանային բարձրաստիճան այցելությունների թեմայի շրջանակներում նշենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով։ Բաքվում հնչած ուշագրավ հայտարարությունները եւ զարգացումներին հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, ձեզ եմ փոխանցում խոսքը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, ահա խնդրեմ, գրառումը ձեզնից քչերը կարող են ընթերցել, ես մեջ բերեմ։ Երեկ Բաքվում մենք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք եւ փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Եթե ինչ, այս տողերի հեղինակը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի գրառումն է պաշտոնական իր միկրոբլոգում։ Դե հիմա կասեք պաշտոնական այցով Բաքվում էր, Իրանի նախագահը փաստաթղթեր են ստորագրել, այստեղ ինչ տարօրինակ բան կա, չեմ հասկանում։ Ինչ տարօրինակ բան կա, ընդհանրապես քաղաքականությունը ինքնին շատ տարօրինակ բան է, բայց երբ խոսքը գնում է քաղաքականության մասին եւ այն էլ Իրանի նախագահի մակարդակով, երբ որ Ալիևին կոչում է նա եղբայր, ես որպես շարքային հայ քաղաքացի առնվազն տարակուսում եմ։ Ինչու՞։ Դե որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը մենք պաշտոնապես դիտարկում ենք որպես մեր ստրատեգիական գործընկերոջ, տարածաշրջանում մեր շահերի միակ պաշտպանի, մեր տարածաշրջանի ամբողջականության աջակցի, ընդհանրապես ադրբեջանական կեղծ նարատիվների, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի դեմ արտահայտվողի, արտատարածքային հավակնությունները սաստողի եւ այսպես շարունակ իրապես վստահելի գործընկերոջ ենք դիտարկում։ Ու երբ այդ գործընկերը Հայաստանի Հանրապետությանը արևմտյան Ադրբեջան կոչող բռնապետի հետ գրկախառնվում է եւ եղբայր է կոչում, առաջանում է շատ պարզ ու լակոնիկ հարց. Ինչպես կարող է այդ ռեժիմին եղբայր կոչողը լինել քո բարեկամը։ Բարեկամներ, ուզում եմ ճիշտ հասկանաք, բավական նուրբ հարց, ուզում եմ ճիշտ հասկանաք, որ ես հակաիրանական նարատիվներ առաջ չեմ տանում, ոչ մի դեպքում։ Ես չեմ ցանկանում փչացնել մեր առանց այդ էլ շատ սուղ բարեկամ երկրների ցանկը, բայց կներեք, իմ թշնամու թշնամին, իմ բարեկամն է այդ կարգախոսը հայերիս համար չի աշխատում այլևս։ Ինչպես կարող է քո թշնամու եղբայրը լինել քո բարեկամը։ Եթե հարցը ծագումնաբանության մեջ է, ինչպես են ծագել եւ այլն, դա իհարկե ուրիշ հարց է, ես այդտեղ չեմ ուզում մտնել, ադրբեջանցիները գոնե շատ-շատերը, այո, իրանական ծագում ունեն, գիտեք, Իրանում հսկայական մի քանի տասնյակ միլիոնանոց էթնիկ ադրբեջանցիների համայն կա, այնտեղ ապրում են, ընդհանրապես Իրանում Ադրբեջան երկրամաս կա, Իրանի նախագահն էլ ծագումով իրանական Ադրբեջանից է, եթե չգիտեք դա, այլ իմացեք, մի խոսքով, խնդիրը բոլորովին այլտեղ է։ Հիմա խնդիրը այն է, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ բոլորը իրար եղբայր են կոչում, իսկ մենք մեկին հազիվ ենք բարեկամ կոչում։ Ու սա առաջին դեպքը չէ, այս եղբայրության, այսպես կոչված։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Ալի Աքբար Ահմեդյանը նշել է, որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի մոտեցումը եղբայրական է։ Օրեր առաջ էլ Վրաստանի վարչապետը երբ Բաքվում էր, այնտեղ նա կրկին Ալիևի հետ հանդիպեց եւ հարաբերությունները Վրաստան-Ադրբեջան դարավոր եղբայրություն կոչեց։ Թուրքիան բոլոր ատյաններից գիտեք Ադրբեջանին կոչում է եղբայր, մեկ ազգ, երկու պետություն այդ տրամաբանության մեջ ու հիմա էլ Փեզեշքյանը Բաքվում հանդիպում է եւ կրկին եղբայրության մասին խոսում։ Հիմա հարգելի հայրենակից քեզ շատ պարզ հարց եմ տալիս. Մինչ հայտարարագիր լրացնելը, մինչ միասնական տոմսային համակարգին անցնելը, մինչ սահմանադրական հանրաքվե անել, չանել, գնալ, չգնալը, մինչև Գյումրու ընտրությունների արդյունքներ մարսել, այս ամենը, մինչև այս ամենը, ինչ ձևաչափով ենք մենք ապրելու այս տարածաշրջանում, ինչ հարաբերություններ ենք մենք կառուցելու մեր 4-ից 3 հարևանների հետ, ովքեր չորրորդին Ադրբեջանին կոչում են եղբայր։ Ապա էլի ծովից ծով, էլի Մուշուվան, էլի Վիլսոն, էլի Մոսկվայի Կարսի պայմանագիր, ես լուրջ հարց եմ տալիս առանց որևէ հեգնանք, առանց որևէ պաթոս, առանց որևէ հետին միտք հարց եմ տալիս։ Ոնց ենք ապրելու այս տարածաշրջանում։ Հովանավորներ ենք գտնելու, ամերիկացուն ենք բերելու, ռուսին ենք հանձնվելու, Ֆրանսիայի հետ ենք համագործակցելու, չգիտեմ։
Իսկ եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ասում են զինվել, հզորանալ, լինել ինքնիշխան, այդ պաթոսային, արտահայտությունները, որոնք հնչում են տարբեր հրապարակներում, եւս մեկ հարց այդ մարդկանց. ինչպես, ում միջոցով եւ ինչ ճանապարհով։ Ընկերներ, հզորանալու համար առնվազն կիրթ հասարակություն է պետք, հզոր տնտեսություն է պետք, որ այդ կրթության որակը կֆինանսավորի, եւ առնվազն մի քանի տասնամյակ է պետք, մինչեւ այդ կրթություն ստացող սերունդը մտնի մեծ կյանք։ Դրա համար եմ ասում, խաղաղություն է պետք, ստաբիլություն է պետք։ Չես կարող սահմաններով լինել ոտնակող ու հզորանալ, չի լինում տենց բան։ Չես կարող նշանակետի տակ լինելով տնտեսությունը հզորացնես։ Ընդհանրապես միջազգային ներդրումներ էլ չես կարող բերել երկիր, եթե օգտակար հանածոյել չունես կամ ծով չունես։ Մի շարք դեսպանատներ իրենց քաղաքացիներին կոչ են անում Հայաստան չգնալ, գոնե սահմանամերձ հատվածներ։ Իսկ դուք ասում եք բերեք փող ու ներդրում արեք։ Ասում են թալանողներին եկեք սննկացնենք, զենք հարդենք։ Կամ նաև տարբեր այլ տեսակետներ առաջ քաշողներ, իրավիճակ մեկնաբանողներ, հա, այդ քաղ տեխնոլոգները, որոնց խոսքերը քաղ ծիծաղ են առաջացնում, ասում են Ֆրանսիան ու Հնդկաստանը մեզ զենք են տալիս, լավ է անում տալիս է, շնորհակալ ենք, իհարկե մենք ուրացող չենք, բայց այդ ամենը օգտագործել է պետք, հա, ասենք մի քանի բան տվեցին ու հետո չեք հասկանում, որ մենք սպառազինության մրցավազքում թուրք, ադրբեջանա-պակիստանյան ու էլի շատ երկրների տանդեմի հետ մենք մրցել չենք կարող։ Մեզ մրցավազք չի է պետք, մեզ տնտեսությունն է պետք, տնտեսություն, ստաբիլ եկամուտ, կարճ ասած փող, շատ փող, ստաբիլ խաղաղ իրավիճակ, որ կարողանանք այդ գումարը ներդնել եւ հզորանալ, ասում են կրթվեք, մի հատ գնացեք մեր բուհերի վիճակը տեսեք, գրադարանները գնացեք մեր ստուգեք, մասնագիտական գրքերի հասանելիությունը ստուգեք, վերջին անգամ երբ ենք մասնագիտական գրքեր թարգմանել, ինչ դասագրքերով են սովորում մեր ուսանողները, մի հատ դասախոսների ժամանակակից որակավորումները ստուգեք, մասնագետներին, դասախոսներին ասում եք գնացեք վերապատրաստվեք, ցույց են անում, ասում ենք վերջի անգամ չգիտեմ երբ ենք վերապատրաստվել, եւ ամենակարևորը ուսումնասիրեք համաշխարհային ռեյտինգներում, որ ամեն տարի հրապարակվում են, հա, ռեյտինգները, միած ստուգեք հայկական բուհերի վարկանիշը որտեղ է գտնվում։ Շրիշակ։ Գիտությունների ազգային ակադեմիայից եք խոսում։ Ինչ է տվել մեզ կամ մարդկությանը վերջին 20-30 տարում գիտությունների ազգային ակադեմիան, որի ցուցասրահներից մեկը իդեպ սրճարան դարձավ այս վերջերս։ Եկեք չմեկնաբանեմ։ Քաղաքական դաշտում գիտեք ինչ է կատարում, բոլորը փրկիչներ են, ազգային ժողովում թշնամանք է, ընդդիմադիր դաշտում գզվռտոց է, մտավորականությունը լռակյաց, եկեղեցին չասեմ, կեսը սառած, կեսը հալած։ Ու այս իրավիճակում կերտում ենք երկիր, խաղաղություն չենք ուզում, երկխոսություն չենք խոսում, բաց սահման ոչինչ չենք ուզում, միայն ուրիշները կան, մեզ տան այն ինչ մենք երազում ենք, այդպես չի լինում։ Սա է իրականությունը, որից մենք ցավոք չենք փախնելու, պետք է հաշվի նստենք։ Մենք կորցրել ենք ամենաթանկը, դա ժամանակն էր, եւ հիմա մենք ազգովի քաղում ենք մեր անտարբերության, պորոտախոսության եւ իրար ատելու դառնագույն այս պտուղները։ Ես չեմ վախեցնում կամ հուսահատության կոչ չեմ անում, ոչ։ Ես նշում եմ, որ հայրենիք կամ պետություն այս ազատագրական պայքարը, որ տանում են ոմանք, տանելու է մեզ աներկբա կործանման։ Ուստի ամփոփելով մտորումներս, կրկին հարց եմ տալիս ձեզ, եթե չենք ուզում լեզու գտնել հարևանների հետ, եթե ամեն շաբաթ տարբեր հրապարակներում 10, 20, 30 հոգանոց փրկիչներ են նշմարվում, ոնց ենք մենք պատրաստվում ապրել այս տարածաշրջանում։ Մտածեք այս ուղղությամբ։